Փոքր-ինչ դժվարությամբ, բայց մեծ ձգտումով Արմինան գրատախտակին է փոխանցում ջուրարմատով կազմված բարդ բառը եւ այդպես ամեն դժվարություն է պատրաստ հաղթահարել իր ճանապարհին 12-ամյա աղջնակը։ Ի ծնե 5-րդ աստիճանի ռեֆլեքսիա ունի, տեսողության բացակայություն, սակայն դա չի խանգարում լիարժեք կրթություն ստանալուն։ Մայրենի, ռուսաց լեզու, մաթեմատիկա, ամեն առարկայից էլ գլուխ է հանում։ Այն անասիրտը ներս սողաց միցավ, սա մտածել ուսազում ձերը։ Հասել են կյանքիս աշնանորերը։ Ունեցել ենք շատ մեծ դժվարություններ, բայց այնուամենայնիվ կարողացել ենք հաղթահարել, որովհետև Արմինան շատ տաղանդավոր, ընդունակ, բազմակողմանի զարգացած երեխա է, որն էլ մեզ հնարավորություն է տվել հասնելու այնպիսի բարձունքների, ինչքանով տեղյակ եմ, միակն է Հայաստանում, որ կարողացել է յուրացնի Մեսրոպյան գիրը, ինքը արդեն տիրապետում էր Բրալյան Այբուբենին, բայց քանի որ հանրակրթական դպրոցում էր, իմ մոտ մտահղացում առաջացավ Մեսրոպյան տառերը սովորեցնեմ ու առաջին իսկ փորձից ես հասկացա, որ դա իմ մոտ ստացվելու է։ Ոնց լսում ես, այդպես գրում ես, Ռաբել, թուկ, դաբլ օյով գրվում։ Հատուկ մշակված ծրագրի միջոցով Արմինան սովորել եւ այժմ հմուտ տիրապետում է լատինատար ստեղնաշարին, զուգահեռ սովորում է նաեւ հայոց Այբուբենին համապատասխանող ստեղների տեղերը։ Ընդամենը 1 կիսամյակ պահանջվեց այդքանը յուրացնելու համար։ Այս պահին սովորում ենք շիֆթով մեծատառ գրելը, հենց այնպես բառերը իրականում տեքստ չի, վերջացնելուց հետո էլ կանցնենք հայերենին։ Դասը սովորելը հեշտ է, բոլորն հեշտ է ինձ համար դժվար բան չկա։ Հիմնական գինեկոլոգ եմ ուզում դառնամ, երգչուհի եմ ուզում դառնամ, դաշնակահարուհի եմ ուզում դառնամ ու մեկ էլ դերասանուհի դառնամ, մեկ էլ եթե սինխրոն թարգմանչուհի կամ տենց թարգմանչուհի ուզեմ, էդ է կդառնամ։ Եռյակից ավագը Արմինան նույն դասարանում է սովորում Մարիամի եւ եղբոր Ժորայի հետ։ Ուսուցիչների համար Արմինայի հետ աշխատելը մասնագիտական մարտահրավեր է եղել։ Աղջնակի բացառիկ ունակություններին ծանոթանալուց հետո կասկած չի եղել, կհաջողեն։ Ընդունակությունների հետ կապված ինքը ոչ մի աշակերտի չի զիջում եւ նույնիսկ ասեմ շատ հարցերում առաջինն է, ինքը շատ հետաքրքրասեր է, ինֆորմացված է եւ դասերին ամենաակտիվներից մեկն է։ Հիմնական աշխատանքը իր այդ կատարվում է բանավոր, այսինքն եթե նույնիսկ աշակերտները կատարում են գրավոր աշխատանք, մենք Արմինայի հետ դա արագ բանավոր կատարում ենք եւ երբևիցե չի եղել, որ ինքը չուզենանի, իմ երազանքն է եւ ես հավատում եմ, որ դա կլինի, որ գիտությունը անպայման մի բան ստեղծելու է, որ ինքը վերականգնելու է իր տեսողությունը։ Եվ դեռ Արմինայի մասին մենք դեռ շատ բաներ լսելու ենք։ Այս ռենոտանա, երկրորդ օկտավայի, այս ֆանոտանա, առաջին օկտավայի, Ռախմանինով, իտալական պոլկա, դաշնամուրի 88 տեղները Արմինային ծանոթ են այնպես, կարծես մի ամբողջ կյանք նվագել է։ Պոլիֆոնիկ բացառիկ ընկալում ունի սանը, ասում են մանկավարժները։ Ինձ որ ինքը Խաչատրյանն սովորացնում է, ես այն հիշում եմ, ես էլ չգիտեմ ոնց եմ հիշում, բայց երևի ուղեղս այնքան շատ է դրա համար։ Տան դաշնամուրում ենք, ես ինչ-որ տես սովորում եմ, գնում եմ բարաբում տանը, որ լավ ամրապնդի եւ կարողանամ նվագեմ համերգներին, ստուգարքին, քննության եւ այլ միջոցառումներին նվագեմ։ Զավակի մասին խոսել դժվարացավ մայրիկը, որքան էլ փորձեց քաջալերել դուստրը, հուզմունքն ու հպարտությունը պատել էին Աննային։ Իրանից լավ ոչ ոք չի կարող պատկերացնել, ինչի միջով են անցել եւ անցնում մինչ օրս։ Արմինայի հետ ես սկսել եմ աշխատել 3 տարի առաջ։ Ինձ համար դա նորություն էր, նոր աշխարհ էր, աշխատանքի նոր բնակավար, փորձություններ մենք շատ ենք ունեցել, բայց փորձել ենք հաղթահարել։ Առաջին քայլերը շատ դժվար մեր մոտ ստացվեց, աշխատանքի մեջ շատ օգնեց Արմինայի աշխատասիրությունը, իր լուսավոր մարդ լինելը։ Հայաստանում դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց օրը, հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարդ ունի հավասար իրավունքներ եւ արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Այսպիսով կարևորվում է ներառականության մշակույթի զարգացումը, մատչելի միջավայրի ստեղծումը եւ հասարակության բոլոր անդամների աջակցությունը։ Հաշմանդամություն ունեցող այս աղջնակը տպավորիչ կամքի ուժ եւ բացառիկ կարողություններ ունի։ Կոտրելով կարծրատիպերն Արմինան ապացուցում է, որ նպատակն ու ցանկությունը ավելին են, քան սահմանափակումները։
Անի Գրիգորյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք, լուրեր։